Երեք նոր բառ է հնարում, ներկաներ ու նախկիններ իրար միացնել ստացվում է ներք-նախք։ Հարցի լուծման բանալին այն է, որ իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին։ Անհամեստ թողնչի այս դեպքում աշխարհով մեկ լուրջ աշխատանք ես եմ տարել, իսկ հիմա մենք պիտի ոչ թե Նիկոլին մոռանանք, չենք կարող մոռանալ։ Ժողովուրդ հավաքվեք, ոտքի կանգնեք, Նիկոլին քշեք, ես գամ իշխանության։ Ես ուզում եմ, որ իշխանությունը պատկանի ժողովրդին։ Ես գիտեմ ձևը։ Բարև ձեզ Արմյուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է Պարույր Հայրիկյանը, բարև ձեզ պարոն Հայրիկյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես նույնպես։ Այսօր ձեզ հետ ուզում եմ քննարկել մի թեմա, որը վերջին շրջանում հատկապես շատերին է հուզում, այն է իշխանափոխությունը։ Այս օրերին տարբեր ակցիաներ են իրականանում իշխանափոխության պահանջով, այդ թվում նաև ակցիաներ են կազմակերպվում եւ ազգային ժողովի պատգամավորներին հորդորում են, որ գնան իմփիչմենթի։ Դուք ինչպես եք տեսնում վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Դեպ պիտի նշեմ, որ վարչապետ Փաշինյանի հրաժարականը ինձ այնքան չի հուզում։ Ինչու՞։ Ինձ հետաքրքրում է, թե որտեղից են գալիս այս բոլոր ձախողումները, ինչու ենք այսպեսի վիճակում եւ ինչպես կարելի է այդ ամենը ուղղել։ Այդ ամենի մեջ վարչապետ Փաշինյանը դառնում է մի 10-րդական միավոր, չնայած բոլոր նրանք, ովքեր որ գտնում են, որ չարժի այսպեսի վարչապետ ունենալ եւ նրան պետք է փոխել, ճիշտ են, բայց երկու հիմնական բան կա, առաջինի մասին ասեմ ընդհանուր բառերով, աշխարհի որևէ ազգ, եթե խնդիրներ ունի եւ ինքը իսկապես ազգ է, այսինքն ազգ է մարդկային բանական հավաքականություն, ազգի մակարդակ հասնելու համար պետք է ունենաս պետություն ունենալու գիտակցություն, այսինքն եթե պետություն ունեցող ազգ է եւ վատ է ապրում, հիմնական պատճառը որպես կանոն լինում է այն, որ այդ պետության տերը ժողովուրդը չի։ Հիմա մեզ մոտ նույն բանն է, որ ինչ-որ բախտախնդիրներ են։ Եվ եթե այդ ելակետային դրույթը ունես, այսինքն եթե գիտակից ես, եթե գիտակիցել չես, հասկանում ես, որ Հայրիկյանը քո ժողովրդի վերջին 100-ամյակների ամենահաջողակ գործիչն է, ամենայն համեստությամբ եմ ասում, շատ մեծություններ են ունեցել, շատ հայրենասեր նվիրված, բայց բոլորը ձախողվել են, ոչ մեկը, եւ քաղաքական ուժերից եւ անհատներից որևէ ռազմավարական հաջողության չեն ասել, իմ մոտ ստացվել է։ Ինչու է ստացվել, աստիճանաբար սկսում եմ հասկանալ, բայց գիտեմ, որ անկախություն հանրաքվեի ճանապարհով դա ռազմավարական ծրագիր էր, ես դրել եմ դրա հեղինակը, դրա համար երկար տարիներ անցել կացրել, ի վերջո դարձել եմ մեր ժողովրդի սեփականությունը։ Հիմա այդ նույն մարդը այսօր ասում է, որ մեր խնդիրները միայն Նիկոլից չեն գալիս, այլ գալիս են նրանից, որ մենք ունենք Նիկոլների համար շատ հարմար երեք նոր բառ է հնարում, ներկաներ ու նախկիններ իրար միացնել ստացվում է ներք-նախք։ Ներք-նախքների մեղքով։ Մասնավորապես, այսպես է ուրեմն հարցի լուծման բանալին այն է, որ իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին։ Հիմա չի պատկանում։ Եվ քաղաքացիներին պետք է իհարկե չի պատկանում, որովհետև քաղաքացիներին կարող է պատկանել սահմանադրությամբ։ Սահմանադրության մեջ, ինչպես աշխարհի բոլոր ազգերի բառակույտեր կան, բառակույտ են դրանք, իշխանությունը ժողովրդին է պատկանում, բայց այդ ուղղությամբ ցավոք սրտի անհամեստ թողնչի այս դեպքում աշխարհով մեկ լուրջ աշխատանք ես եմ տարել, գտել եմ բանաձև, որով կարող ես հաշվել, թե տվյալ պետությունը իր պետական համակարգով քանի տոկոսանոց ժողովրդավարություն ունի։ Ժողովրդավարությունը միայն դրանով չի պայմանավորված, կան նաև սովորություններ եւ այլն եւ այլն։ Հիմա որպեսզի գիտեք, եթե այդ բոլորն առած լինեի եւ կողքից տեսականորեն միայն հետեւեի, կարող էր քիչ անհասկանալի թվալ, բայց քանի որ ես միայն 4 անգամ Նիկոլին եմ ներկայացրել նախագիծ, դրանից առաջ Սերժ Սարգսյանին, արդեն բարոյական իրավունք ունեմ ասելու, որ ոչ թե քաղաքական մեկնաբան եմ կամ ինչպես շատ է ընդունված քաղտեխնոլոգ, փորձագետ եւ այլ, ես քաղաքական գործիչ եմ եւ ինձից կախվածն արել եմ այդ ուղղությամբ։ Հիմա Հայաստանում ինչ պիտի արվի այսօր։ Նախ բոլոր հայերը ներառյալ մեզ այսօր դիտող պիտի մի հատ խորը շունչ քաշեն, հետո ասեն, մեր ազգի ամենափորձառու եւ ամենահաջողակ գործիչը առաջարկում է հետեւյալը, տեսնենք ինչ է ասում։ Ինձ պետք չի ոչ մեկի սերը, հենց որ ասում են
պիտի սիրեն, չէ, ինձ պետք է որ իրենք իրենց մասին մտածեն, իրենց զավակների մասին։ Այն մարդը, որ թույլ տվեց հայ ժողովրդին, թույլ չտվեց, այն մարդ, որ նպաստեց, որ հայ ժողովուրդը փոխի իր մակարդակը, կենցաղայինից դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ, այդ մարդն է, որ ասում է, որ Նիկոլը պիտի հեռացվի, Նիկոլի նմանները պիտի հեռացվեն, ինչպես Սերժը հեռացվեց, բայց Սերժը հեռացվեց խաբեությամբ, այսինքն ասվեց մերժիր Սերժի սահմանադրությունը, մերժիր Սերժին, եւ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չարվեց։ Իսկ հիմա մենք պիտի ոչ թե Նիկոլին մոռանանք, չենք կարող մոռանալ մեր առօրեական խնդիրները, մեր պատկերացումները, ամեն ինչ պիտի հիշենք, բայց պիտի հասկանանք, ամեն ինչ պիտի անենք, որպեսզի երկրում իշխանությունը պատկանի ժողովրդին։ Ով կարող է դրա բանալին տալ, միայն ես, ինչպես այդ սահմանադրությամբ։ Դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք, որ ձեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչու ենք մենք այսքան խնդիրների առաջ կանգնել, որտեղից են դրանք եկել, կա արդյոք այնպիսի ուժ, որին կարող եք եւ պատրաստ եք միանալ, որպեսզի պարզեք այդ խնդիրները, որտեղից են եկել, թե ձեզ պետք է միանան։ Ես միանամ, պատրաստ եմ միշտ միանալ, իմ կյանքով ցույց եմ տվել, բայց պարկեշ չի լինի եւ բանական չի լինի, թե ես երազեմ միանալ կյանքում որևէ էական ներդրում չունեցող, լավագույն դեպքում լավ բլբլացնող, իրենց երևակայող միջակայություններին։ Քաղաքական բոլոր ուժերը, սկսած կոմունիստներ, դաշնակցություն հներից եմ գալիս, հնչակներ, ռամկավարներ, բոլորը փորձել են ինչ-որ բան անել ժողովրդի օգտին, բայց ոչ մեկը իր ռազմավարական ծրագրերը չի իրականացրել։ Ես իրականացրել եմ եւ ոչ ինձ համար, իրենց համար։ Հիմա միանալը այնքան էական չի։ Պետք է միանաս գաղափարին, ոչ թե ես պիտի միանամ ինչ-որ մեկին, այլ տեսեք, երբ Նիկոլն ասաց մերժիր Սերժին, ասեցի սա ասում են, ինչ-որ ես էի ասում։ Ինքը, քանի որ լակոտ է, ինձ չմիացավ, երբ ես էի ասում։ Բայց ես, քանի որ լակոտ չեմ, ոչինչ, ինքը ճիշտն է ասում, ես միանամ։ Եվ առաջին օրերը միացա, հիշում եք երևի, ողջունեցի իրեն, ԱԻՄ-ը դեմ քվեարկեց։ Այստեղ շատ հետաքրքրական է, որ իմ կազմակերպության նախագահությունը դեմ քվեարկեց, որ Նիկոլ Փաշինյանը արժանի չէ, որ մենք իր հետ որևէ հույս կապենք։ Ես էլ ասացի, մարդը ճիշտ բան է ասում, Սերժ Սարգսյանի սահմանադրությունը վտանգավոր է, ոչ միայն արատավոր է, այլ վտանգավոր է, ու ես խոստացել եմ պիտի գնամ։ Բայց երբ Նիկոլ Փաշինյանն ասեց, կամ ես պիտի լինեմ, կամ վարչապետ, կամ ոչ ոք, ասեցի, սա արդեն վտանգավոր է դառնում, որտեղ վարչապետ պիտի լինի, ցանկացած քաղաքացի կարող է լինել վարչապետ, բայց երբ ասեց գրենք դուխով, հետաքրքրական է, չէ՞, այդ դուխով գրող լակոտներն ուր են, լավ բաներ թող հիմա էլ գրեն, այն ժամանակ ես ասեցի դուխովը ջնջիր գրի դեբիլ։ Հիմա, եթե ես առաջարկում եմ ներկայացնում ծրագիր, իսկ մյուսները միայն ցանկություն, որ ժողովուրդ հավաքվեք, ոտքի կանգնեք, Նիկոլին քշեք, ես գամ իշխանության։ Այդ է իրենց ասածը բոլորի, որովհետև ես Նիկոլ Սլավն եմ։ Բնական է, որ գաղափարական, ծրագրային ուղիներ փնտրող մարդիկ պետք է միանան ոչ թե ինձ, այլ իմ ծրագրերին։ Իսկ իմ ծրագիրը հետևյալն է։ Սահմանադրության նախագիծը, որը տրված է եւ իրենք վախենում են քննարկել, Սերժը Գագիկ Հարությունյանի հետ վախեցավ քննարկել, հետո սրանք քանի անգամ չեն քննարկում, պետք է դա քննարկվի, քննարկելու համար պետք է որ այս կամ այն չափով իրենց համակրանք հայտնած 15 քաղաքական ուժերին միանան եւս 15-ը, ամեն մեկը մի 10 հոգով ուղարկի, եւ մենք տևական ճնշում գործադրենք, ասենք գնանք ասենք այդ որ շան լակոտն է, որ առանց ժողովրդին հարցնելու որոշում է, որ այսօրվա կառավարման համակարգը լավն է։ Քաղաքական շան լակոտ նկատի ունեմ, պես մարդկայնորեն չեմ ասում։ Ասենք այդ որ ապիկարն է, որ ասում եմ մենք նոր սահմանադրություն պիտի ընդունենք։ Չէ՞ որ դրա համար աշխարհում էլ փորձ կա, որ դիմում է ժողովրդին։ Օրինակ Հունաստանը սև գնդապետների տապալումից հետո պետական կառավարման համակարգը ինչպիսին անելու համար հանրաքվե արեց։ Իսկ սա այս ապիկարան շնորհքը վերգծացած ես կարծում եմ, որ պիտի մենք նոր սահմանադրություն գրենք։ Միաժամանակ ասում եմ, կառավարման համակարգը պիտի չփոխենք։ Աշխարհում նոր սահմանադրություն գրվում է միայն կամ որպես կանոն կառավարման համակարգը փոխելու դեպքում։ Մնացյալ դեպքերում ուղղումներ են կատարում։ Դուք հայտարարել եք ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ, որ Փաշինյանին կողմնակից մնացել են միայն քաղաքական հարցերը, ովքեր են դրանք անուններ կնշեք։ Ուրեմն
Հասկանում եք, չէ, Աննա ջան, դուք շատ բարձր մակարդակից հարցը տեղափոխեցիք այլ հարցություն, քաղաքական հարճերը դրանք կամակատարներն են։ Ովքեր են նրանք։ Անվանապես։ Այո։ Այնքան շատ է, որ անունները թվել։ Մի քանիսի անունը գոնե։ Բոլոր նրանք, ովքեր հիացած են Նիկոլի քաղաքական իձիոտություններով, դրանք հողապուշ չեն։ Ուրեմն իրենք կամակատար են։ Իսկ կամակատար իհարկե սա այլ ոլորտի բան է, ես ուզում եմ շեշտել այդ բանը։ Կամակատարները հարճեր են լինում, բայց ահավոր են տղամարդ հարճերը։ Եթե տղամարդ ես, բայց հարճ ես, այդ սարսափելի բան է։ Բոլոր նրանք, ովքեր որ գիտեն, որ ես տվել եմ բացարձակ ժողովրդավարության նախագիծ, Նիկոլի ընդունած սահմանադրական բարեփոխումների հետո արդեն նոր սահմանադրության որոշումների անաչառ գնահատականը, եւ գիտեմ, որ իմ առաջարկը չի քննարկվել, դրանք միայն հարճ չեն։ Դրանց կարելի է Լենինի սիրած բառն ասել, քաղաքական պոռնիկներ, որ ասում էր։ Դրանք մարդկային իմաստով անասուն են։ Երբ քո ազգի առաջնորդը հայ ժողովուրդը ունեցել է մեկ առաջնորդ։ Մեկ առաջնորդ։ Նույնիսկ որ ասում են Քարաբախ կոմիտե, դրանք ասպարեզի չան, որովհետև Հայրիկյանի ինքնորոշման գաղափարը հասել էր Արցախ, մենք թերթ էինք տպում։ 87 թվականին ինքնորոշում միավորումը թերթ էր տպում եւ ինքնորոշման գաղափարն էր տարածում։ Արցախում հասկացան, որ նամակ Ռուսաստան թագավորինը սխալ ճանապարհ է, որոշեցին գնալ ինքնորոշման ճանապարհով, հետո այստեղ ստեղծվեց Քարաբախ կոմիտեն, որ այդ ալիքի վրա թռնի իշխանության։ Բայց դրանից որևէ մեկը չի կարող ասել ինքը ինչ գաղափար է տվել, ինչ է առաջնորդել։ Գիտեք, այն բոլոր ապուշները Արցախյան շարժում ասում են ու կեսված են ընդունում, Արցախյան շարժումը ընդամենը Հայրիկյանի տված ինքնորոշման մասնավոր հատվածներ։ Հիմա ես առաջնորդն եմ այս ազգի։ Ես երբեք սա չեմ ասել հրապարակով, պատկերացրեք առաջին անգամ եմ ասում։ Լինելով առաջնորդը, այսինքն ազգին առաջ տարած մարդը, ոչ թե աթոռի միջոցով, այլ գաղափարներով, իր անձնական օրինակով, գիտեք ուրիշ մեկին, որ 5 անգամ դատվել է։ Ես նաև օրինակ եմ ծառայել, որ պետք է նվիրվեք 88 թվականին, որ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս գալիս, բոլորի մտքում մի բան կար, որ մենք հիմա լսելու ենք երեկոյան Ազատություն Ամերիկայի ձայնից Պարույր Հայրիկյանը 5 անգամ դատվել է, 18 տարի նստել է բանտերում, բա մենք էլ չենք կարող մի 3 տարի էլ մենք նստենք։ Հիմա այդ մարդը շատ հստակ տվել է ուղին եւ պետք է առողջ մտածող մարդիկ, ափսոս որ մի քիչ իջնում ենք ցած, շատ հանգիստ ասեն դու ինչ ես առաջարկում, պիտի գան եւ գան ոչ թե մոտ ծրագրի համար, որտեղ ես մերոնց հետ նույնիսկ այմի ներսում շատ ման ասում են, ինչի դու չես, շատերը սպասում են, որ դու պիտի վարչապետի տեխնատության պիշնես։ Այո, նշել եք, որ չեք ուզում իշխանություն։ Որպես առաջնորդ ինչ եք ուզում կոնկրետ, եթե ոչ իշխանություն։ Ես ուզում եմ, որ իշխանությունը պատկանի ժողովրդին։ Ես գիտեմ ձևը մեր քաղաքացիներին դարձնելու իսկապես նախագահ։ Հիշում եք, չէ՞, Սապիկարը ասում էր. «Իմ միջոցով բոլորդ կդառնաք վարչապետ»։ Ես էլ ասում եմ, իմ միջոցով դուք բոլորդ կդառնաք Հայաստանի նախագահ, Հայաստանի թագավոր, բայց այն չափով, ինչ չափով, որ դուք ժողովրդի մեջ ունեք բաժին, ասենք 3 միլիոնի մեջ մեկ 300 միլիոն երրորդական թագավոր է դառնում։ Այդ մեկ 3 միլիոն երրորդական թագավորները իրան են միանում ընտրության ժամանակ եւ նշանակում են վարչապետի, նշանակում են ազգային ժողով, ընտրում են դատավորներ։ Այդ համակարգը մոտ շատ հստակ մշակված է եւ գիտեք սա միայն հայկական նշանակություն չունի։ Ես շատ խոր ուսումնասիրել եմ այդ բոլորը։ Դա միջազգային շատ մեծ նշանակություն կունենա եւ քանի որ Հայաստանի վարկը խիստ կբարձրանա, գիտեք, որ հաշվում են, ասում են մենք առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած ժողովուրդն ենք, այդ ինչ-որ բան առաջացնում է քաղաքակիրթ աշխարհում, բայց սա ավելի առարկայական է, ճգնաժամ ապրող ժողովրդավարությունը ստանում է նոր մակարդակ եւ ինչն է այստեղ հետաքրքրականը, որ ես ոչ թե պարտադրում եմ, որ բոլորը պիտի սա ունենան, ես հնարավորություն եմ տալիս, որ անգլիացիները դնեն հաշվեն իրենց պետական համակարգի ժողովրդավարականությունը չունեն ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, դառավ 50%։ Իրենց պարլամենտական ընտրություններում ընտրությունները իրականացվում են այնպիսի համակարգով, որտեղ ժողովրդի 20%-ն է ներկայացված պարլամենտում։ Այստեղ նույնպես 4 անգամ իջավ։ Այսինքն դառնում է 10%-անոց ժողովրդավարություն։ Եվ իրենք այդ բանաձևում տեսում են ինչ պիտի անենք, որ մեր ժողովրդավարությունը բարձրանա։ Ընտրությունները պետք է 4 տարուց 5 տարուց դարձնենք 2 տարի։ Բարձրացավ 2-3 անգամ։ Պետք է ժողովրդի կողմից ընտրվի վարչապետը, ուրեմն կեսը դարձավ 1։
պետք է դատավորները լինեն ընտրովի Վերինատյանի դատավորները։ Եվ այդ դեպքում մենք կստանանք 100%-անոց։ Ամենազգ դրանից հետո ինքը կորոշի, սա շատ լուրջ քաղաքագիտական խնդիր է, դրա համար մանրամասների մեջ չեմ խորանում, բայց ես գիտեմ ճանապարհը եւ հիմա կանք բուն խնդրին։ Նիկոլին հեռացնողները պիտի հասկանան, որ եթե նրանք 2 տարի առաջ, գոնե 2 տարի առաջ, չեմ ասում 7 տարի առաջ, միանային այս գաղափարին, մենք արդեն սահմանադրական բարեփոխումներ կատարեինք եւ եկեք այսօր որ ասենք, եթե առաջիկա 10 օրվա ընթացքում իմ շուրջը համախմբում են 25-30 քաղաքական ուժեր, այս գաղափարի շուրջ սպասվում առաջիկա 10 օրերում։ Այո, եթե իրանք այդքան հասկանան ու միավորվեն այս գաղափարի շուրջ։ Մենք ստիպում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հանձնաժողովը քննարկի այս նախագիծը, քննարկելու դեպքում ստիպված կլինի ընդունել, չեն կարող չընդունել, որովհետև դա միակ, գիտեք ինչպես է, այս գաղափարը առաջ քաշելիս ես ասում եմ, մարդիկ օրենքի առաջ հավասար են, սահմանադրության մեջ գրված է այո, բայց տեսեք ես դες ապացուցում եմ, որ այսօրվա համակարգով հավասար չեն, պիտի փոխենք։ Մեկ ամսվա ընթացքում ընդունվում է նախագիծը, տարվում է պարլամենտը ուզի, այնտեղ էսպես է լինելու։ Քվեարկում են ոչ թե Հայրիկյանի նախագծի օգտին, այլ քվեարկում են Ալեն Սիմոնյանը։ Ես սրիկա եմ, թե մարդ եմ։ Ով որ դեմ քվեարկի, նա պիտի ասի ես սրիկա եմ, որովհետև ուզում եմ խտրականություն, այնպեսի համակարգ, որ ես իշխանության լինեմ։ Պարզ է, որ պիտի քվեարկեն կողմ։ Դրանից հետո եւս մեկ ամիս հետո հանրաքվեերն է նշանակվում, ամենուշը 4 ամսվա ընթացքում մենք ունենում ենք նոր սահմանադրություն։ Նոր սահմանադրությունից հետո ամենուշը 1-2 ամսվա ընթացքում պիտի լինեն այդ սահմանադրության համապատասխանող ընտրություններ եւ պարզ չի որ սա ամենակարճ ճանապարհն է։ Այսինքն ես դա մշակել եմ, պատրաստել եմ, մնում է որ բոլորը հասկանալուց առաջ պիտի չխանդեն։ Փոքրիկ են, շատ փոքրիկ են, չեն հասկանում որ մեկը ինձ հավասարվել չեն կարող։ Ով էլ ուզի չի կարող դառնալ սովետական միության արդեն բացակայող բոլոր ժողովրդավարական շարժումների հիմնադիրն ու առաջնորդը։ Այսինքն այն ինչ որ ես արել եմ ինձ համար չեմ արել, հիմա էլ պատրաստ եմ անել իրենց համար։ Եթե այդ մեծամտությունը չունենան, լսեն ինչ եմ ասում եւ հասկանան որ իրենց նման աթոռից սատկած չեմ։ Ես բանտայեն աթոռներ եմ տեսել, ինչի՞ս է պետք է վարչապետ դրանց աթոռները։ Պարոն Հայրիկյան, անցնենք մեր վերջին հարցին, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը ականատես եղանք այն հանգամանքին, որ հայ ազգը կատարվածը չի ուրանում եւ չի մոռացել, սակայն միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարծես թե փորձում է հերքել եւ կամ կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը, ըստ ձեզ ինչու։ Քանի որ վերջին հարցն է, պիտի շատ հանգամանալի պատասխանեմ։ Անաչառ լինենք։ Նիկոլ Փաշինյանը չի ասել երբեք, որ ցեղասպանություն չի եղել։ Ես դրան, գիտեք, չէ, մարդ չեմ համարում, բայց ինքը այդպեսի բան չի ասել։ Ինքը ուղղակի ակնարկներ է արել, որոնք մեզ հիմք են տալիս, ենթադրելու, որ կասկածի տակ չեն դնում։ Չէ։ Նման կարծիք կա։ Անկեղծ անաչառ լինենք, այո, այդպես ընկալվեց։ Ինքը սիրում է հանրությանը զբաղեցնել տարբեր տեսակի, ինչպես ասում են, էքսցենտրիկ գաղափարներով, բայց միաժամանակ անաչառ լինել դեպքում ես տեսնում եմ, որ ինչ որ բաներ խոսեց, որոնք առկա, բայց այն էլ արտասահմանում սփյուռքահայերի հետ հանդիպման ժամանակ այդպիսի մտքեր արտահայտել, պիտի հանգեցներ նրան, որ իր մասին ասեին այս կամ այն։ Ինչպես ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ասել էր, ով է այն տղամարդը, որ պիտի հեղաշրջում անի, մինչև այսօր ամբողջ ազգը ասում է Ռոբերտ Քոչարյանն ասեց, ինձ բացի ուրիշ տղամարդ չկա։ Այսինքն ցտերով չեմ առաջնորդվում։ Ես գիտեմ, որ հաղթում է ճշմարտությունը, որովհետև եթե ճշմարտությունը չի հաղթում դիեզերքում, դիեզերական օրինաչափությունները պիտի խախտվեն, եթե սուտ։ Հետևաբար չի կարող ստի վրա հենվելով առաջ գնալ չես կարող։ Այո, ես ինքս էլ նկատեցի, դե մեզ համար հատուկ օր է ապրիլի 24-ը, մեզ համար ոչ միայն ցեղասպանության հիշատակի օր է, մեր ընտանիքի համար Աբրահամ Հայրիկյանը, որ այնտեղ նշվում է 151 մտավորականների մեջ սպանվածներից մի, դա իմ պապն է, ես իր ժառանգն եմ, մոտիկ ընկերն եղել Գրիգոր Զոհրաբսի Ամանթովը։ Այսինքն նաև ընտանեկան խնդիր է։ Երբ ես ուշ ժամի գնացի, արդեն մեր նաև ԱՄԿ-ի հիմնադրման 50-ամյակի միջոցառումից հետո մենք գնացինք Ծիծեռնակաբերդ, ես տեսա նախ մարդկանց, գիտեք, մարդը շատ հաճախ մարդու արտաքինը ենթարկվում է իր մտածելակերպին, իր արժե համակարգին։ Մինչև 30 տարեկան ընկերս էր ասում Էդի Կուզինցովը, մինչև 30 տարեկան դու պատասխանատու ես քո արտաքինի համար, 30-ից հետո քո ներքինն է արտահայտվում։ Ես տեսա լրիվ այլ որակի հայ մարդկանց տեսա, տասնյակ հազարավոր։ Այո, մարդիկ հավատարիմ են ճշմարտությանը, բայց կա մեկ այլ հանգամանք։ Ասենք թե ենթադրենք
մի կարճ ժամանակով ապուշացնենք մեզ, մեր իշխանավորներին, ու նրանք ասեն ցեղասպանություն չի եղել։ Այ փոքրիկներ, Եվրոպական միությունը ձեզ է լսել, որ ցեղասպանությունը ճանաչել է։ Ամերիկան ձեզ է լսել, որ չեն ասում մենք հետևողականորեն աշխատում ենք ցեղասպանության ճանաչման ոլորտում, ապուշություն։ Ցեղասպանության ճանաչման ոլորտում աշխատողները դրանք անառողջ բանով զբաղվող մարդիկ են, չեմ ուզում բացել մեր եթերը։ Դա կատարված ճանաչված իրողություն է եւ մեր պետության խնդիրը, այսօր նոր չեմ ասում է, անկախություն թերթի առաջին համարում գրված է մեր սերնդի գլխավոր առաքելությունն է 87 թվականի հոկտեմբերի 24 ցեղասպանության հետևանքների վերացումը։ Դա պիտի լիներ մեր ազգային ռազմավարության հիմքում։ Եթե դա դրված լիներ հիմքում, կանդրադառնային նրան, որ 14 թվականին հայկական ինքնավարությունը եղել Թուրքիայի տարածքում, Բելգիայից եւ Հոլանդիայից եկել են գեներալ գուբերնատորներ, եթե համաշխարհային պատերազմը չսկսվեր, մենք Կիլիկիայից մինչև Կովկաս Հայաստանը ենք ունենալու նախ ինքնավարություններ, հետո բան։ Բացի դրանից, օրինակ Մինսկի խմբի մասին էլ նույն ոգով խոսում են։ Ալիևն ասել է, սա էլ ամենահետին փսլնքոտի պես Ալիևն ասել է, պիտի մենք համաձայն ենք հերոսական կեչված ենք, գիտեք, հայկական ասույթներ կան, ասում է, տղամարդ եմ թղթի տակից դուրս չեմ գա։ Ինձ հերոսական խարողտ կեցված կեն թունել, ասում է, եթե խաղաղության բանը ստորագրի, նույն պահին մենք ստորագրենք, որ Մինսկի խումբը պիտի ծրվի։ Այ ողորմերի ճիճուներ, անգրագետ ապուշներ։ Դուք ով եք, որ Մինսկի խումբ ծրեք, դուք եք ստեղծել։ Դուք եք ծնել այդ խումբը։ Մինսկի խումբը ԵԱՀԿ համընդհանուր որոշմամբ ընդունված բան է։ Հիմա նույնը վերաբերում է ցեղասպանության խնդրին եւ քան որ ասացի երկար պիտի խոսեմ, ասեմ հիմնականը այս պետությունը կառավարվել է կամ KGB-ի գործականների կամ իդիոտների կողմից մինչև այսօր։ Նրանք երբեք ազգային կյանքով չեն ապրել։ Երբ պետությունը ստեղծվեց, ես արդեն 20 տարի բռնադատված էի ազգային հարցերի համար։ 20 տարի 3 ամիս։ Եվ տեսեք, այնպեսի բան, որ ցանկացած մարդ կերազի քեզ առաջարկում են դառնալ Ամերիկայի դեսպանը մարդու իրավունքների, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում, ես ասում եմ շատ զգացված եմ բուժ, պիտի գնամ Հայաստան։ Այս մարդը այստեղ էր, չեմ ասում ես լինեի իշխանության, բայց լսեին ինչ-որ հարցերում, ինչ-որ որոշ դեպքերում լսել են, բայց մանրուքներ, մնացածը իրենք վեր են հացել աթոռագրվի, մինչդեռ քաղաքականություն նշանակում է պետության կառավարման, պետություն ունենալու մշակույթ եւ գիտություն։ Մեր խնդիրների հիմքում դա են կացու, ես քանի որ ինքնորոշման սկզբունքի տարածողն եմ եղել մեր իրականության մեջ, հավատում եմ, որ մեր իրավիճակը կբարելավի, երբ ինքնորոշումը ազգայինից հարցնենք վերջին անհատին եւ քաղաքացին դառնա երկրի տերը։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, այսքանն էինք պատրաստել, իսկ մեզ կարող եք հետևել նաև Telegram-յան, Instagram-յան եւ Facebook-յան հարթակներում։ Կհանդիպենք։